Մենք սովորել ենք կրթության մեջ ընդօրինակել հաջողած երկրներին։ Մենք ասում ենք, եթե մենք լինեինք Անգլիայի, Ֆինլանդիայի, Սինգապուրի, Ճապոնիայի, դուք շարունակեք այդ ցանկը, նման, ապա մենք կունենայինք լավ կրթություն և կունենայինք լավ կրթված սերունդ։ Սակայն այդ մտայնության մեջ կա մի մեծ վտանգ։ Վտանգն այն է, որ թվարկած երկրների մեծամասնությունը այլևս չեն ցուցաբերում զգալի աճ, տնտեսական զարգացում։ Հակառակը, դրանցից շատերը գտնվում են այսօր տնտեսական հետընթացի մեջ։ Արդյոք մենք պետք է կրկնօրինակենք կրթական համակարգեր այն երկրների, որոնք չեն զարգանում, եթե մենք ինքներս ուզում ենք արագ զարգանալ։ Այսօր խոսենք դրա մասին, թե ինչպես պետությունները պետք է կառուցեն իրենց կրթությունը։ Հիմնական թույլտվությունը, որը այսօր կա կրթության մեջ, եւ դա վերաբերում է ամբողջ աշխարհին, կայանում է նրանում, որ կրթական որոշումները իրենց բնույթով շատ հաճախ գաղափարախոսական են։ Այսինքն, մենք ոչ թե ելնում ենք ինչ-որ առաջնային նպատակներից, որոնք նաև բխում են պետության երկրի նպատակներից, այլ մենք ունենք ինչ-որ գաղափարներ, սկզբունքներ, առաջնահերթություններ, որոնք իրենց մեջ պարունակում են ոչ թե մի ինչ-որ նպատակ, այլ ավելի շատ գաղափար։ Եվ փորձում ենք դրանք իրագործել կրթության մեջ։ Վերջին տարիներին մեզանում շատ տարածվել է մի գաղափար, որը եկել է դարձյալ հիմնականում մեր եվրոպական գործընկերներից, որը իր բնույթով հետևյալն է։ Մենք պետք է ունենանք հավասար հնարավորություններ բոլոր երեխաների համար։ Ավելին, ոչ միայն հավասար հնարավորություններ, այլ ապահովենք ամեն երեխային այնքան աջակցությամբ, այնքան հնարավորություններով, որ ամեն երեխան կարողանա հաջողի իր կրթության մեջ։ Ինչու է դա պետք։ Որն է դրա նպատակը։ Հենց այս հարցը տալիս ես, սրա շուրջ սկսվում է բարդ խոսակցություն։ Եվ առաջնայինը սովորաբար սոցիալական արդարությունն է։ Դա պետք է, քանի որ դա արդար է։ Հետո արդեն մարդիկ խոսում են դրա դրական հետևանքների մասին, տնտեսության վրա, տնտեսության զարգացման վրա եւ այլն։ Բայց այս գաղափարը ունի մի խնդիր։ Խնդիրն այն է, թե ինչ ենք մենք հասկանում հավասար հնարավորությունների եզրույթը օգտագործելուց։ Ինչ մենք նկատի ունենք այդ պարագայում։ Արդյոք մենք խոսում ենք երջանիկ լինելու հավասար հնարավորությունների մասին։ Արդյոք մենք խոսում ենք նրա մասին, որ մենք պետք է մեր կրթական քաղաքականության շնորհիվ ամեն մեր երեխային տանք այնպիսի կրթություն, որ նա կարողանա գտնել իրեն իր կյանքում, ոչ թե այն կյանքում, որ մենք ուզում ենք, որ լինի իր համար, որով մենք կուզենանք, որ նա ապրի։ Իր որոշած կյանքում։ Արդյոք մենք դա անում ենք, թե ոչ։ Եվ արդյոք, երբ որ մենք բոլորին տալիս ենք հավասար հնարավորություններ, մենք հենց դրան ենք հասնում, թե մի այլ բանի։ Եվ սա բարդ եւ կարեւոր խոսակցություն է։ Եվ այս խոսակցությունը շարունակելու համար եկենք մենք այս բանը դիտարկենք, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Իսկ Հայաստանում կատարվում է հետևյալը։ Երիտասարդությունը չի ուզում ապրել գյուղերում։ Երիտասարդները, առավել կարող երիտասարդները, ձգտում են գալ քաղաքներ, իրականում մեկ քաղաք, որը կոչվում է Երևան, եւ այստեղ կայանալ, ստանալ բարձրագույն կրթություն, ունենալ շրջապատ, գտնել մաքուր օֆիսում լավ աշխատանք, ունենալ լավ ավտոմեքենա, որը չի փոշոտվում քամիներից եւ ցեխից։ Եվ ընդհանրապես
դառնալ քաղաքացի, դառնալ քաղաքի բնակիչ։ Լավ, հարցնում ենք մենք։ Ինչ մենք պետք է անենք, որպեսզի դա լինի։ Իհարկե, ապահովենք երեխայի համար առավել լավ կրթություն, որպեսզի նա կարողանա ընդունվել համալսարան, ինքնուրույն, անգամ եթե ծնողները չունեն հնարավորություն երեխային հավելյալ կրթական աջակցություն ցուցաբերել, կրկնուսուցի մոտ ուղարկել եւ այլն եւ այլն։ Շատ լավ։ Եվ ինչ է լինելու արդյունքում։ Արդյունքում լինելու է այն, որ մեր գյուղերը դատարկվելու են, մեր մարզերը դատարկվելու են, իսկ Երևան քաղաքում կյանքը դառնալու է գնալով ավելի անտանելի։ Եվ դժվարելու են եւ նրանք, ովքեր եկան Երևան, եւ նրանք, ով ապրում են արդեն այս քաղաքում։ Մենք ունենալու ենք պետություն, որը բաղկացած է մեկ քաղաքից եւ ամայությունից։ Ամայի ճանապարհներ, ամայի դատարկված գյուղեր, չօգտագործվող հողատարածքներ։ Դա է մեր երազանքը, դա ենք մենք ուզում, դրան ենք մենք ցկտում։ Եվ Երևանում, գեր բնակեցված Երևանում, որտեղ չկա մաքուրոտ, այլևս արդեն իսկ չկա։ Որտեղ առտվանց երկու խցանումներ են, այդ գեղեցիկ ավտոմեքենաներից բաղկացած, որոնք ժամերով կանգնած են առավոտյան եւ երեկոյան։ Որտեղ բնակարան ձեռք բերելու հնարավորությունը տարի դժվարանում է, որտեղ բնակարանների գները բարձրանում են, բնականաբար երբ քաղաքը գերբնակեցվում է, դա է լինում։ Եվ որտեղ չկա ոչ գեղեցիկ տեսարաններ, ոչ մեծ դաշտեր, ոչ ճկնաղ ծաղիկներ, ոչ թռչունների երգը առավոտյան, ոչ մի բան, ոչ այդ ճկնաղ գետակը, որ հոսում է գյուղի կողքով, ոչինչ չկա։ Եվ մենք ուզում ենք, որ մեր երեխաները այդ կյանքով ապրեն։ Հա, իսկապես դա է մեր երազանքը, դա է մեր ուզածը, դրա համար ենք մենք ծառայեցնում մեր կրթությունը, թե ոչ։ Իսկ եթե ոչ, ապա ինչ ենք անում, որպեսզի դա չլինի։ Կրկնեմ նույն միտքս, երբ որ մենք վերցնում ենք ինչ-որ գաղափարներ զարգացած երկրներից, որոնք արդեն զարգացել պրծել են եւ այլևս չեն զարգանում, եւ կիրառում ենք այստեղ, երբ որ մենք ուզում ենք զարգանալ, մենք ուզում ենք փոփոխություն, մենք ուզում ենք սերունդ, որը կարողանա իրագործել փոփոխությունը։ Եվ օրինակ ենք վերցնում Գերմանիայից, որտեղ բնակչության մեծամասնությունը, երիտասարդության մեծամասնությունը չի ուզում որևէ բան նախաձեռնել, չի ուզում բիզնեսներ ստեղծել։ Ուզում է գնալ եւ ապահով տեղում մեծ կորպորացիայում աշխատել 9-ից 6-ը եւ հետո մոռանալ աշխատանքի մասին։ Եվ ինչի հետևանքով այդ երկիրը հիմա տնտեսական հետընթաց է ապրում։ Մենք դա ենք ուզում կրկնենք։ Դրան ենք ուզում գանք։ Այդ երկրի կրթական գաղափարներն ենք ուզում այստեղ կիրառենք, թե ոչ։ Ես հիմա չեմ ուզում փնովել եւ մեղադրել։ Ես համարում եմ եւ ազնվորեն համարում եմ, որ մենք պետք է ամեն մեր երեխային կայացնենք։ Դա մեր պարտավորությունն է։ Մենք ունենք քիչ երեխաներ եւ գնալով ունենալու ենք ավելի քիչ երեխաներ։ Մեր եկող սերունդը նվազելու է։ Դա նշանակում է, մենք կարող ենք ունենալ կայուն զարգացում միայն եթե հնարավորինս մեր աշխատանքային ռեսուրսը լինի կայացած, բայց դա չի նշանակում։ Բացարձակապես չի նշանակում, որ բոլոր մեր երիտասարդները պետք է զբաղվեն ծրագրավորմամբ, որովհետև ծրագրավորումը այն ոլորտն է, որտեղ մենք ակնկալում ենք զարգացում։ Իրականում ծրագրավորումը վաղուց արդեն չենք ակնկալում զարգացում, դա իրականում փաստացի այսօր մահացող մասնագիտություն է։ Այլ բաներ է պետք լինելու անել, շատ տարբեր բաներ, բայց առաջին բանը, որ պետք է անել, պետք է զարգացնել երկիրը եւ ամենուրեք զարգացնել։ Եվ դա նշանակում է, որ ամեն մարդ պետք է լինի իր տեղում եւ իր գործը անի։ Դա նշանակում է, որ մենք պետք է մտածենք ինչպես անենք, որպեսզի մեր երեխաները, որ այսօր սովորում են դպրոցներում, իրենց գտնեն իրենց գյուղերում, իրենց քաղաքներում, այլ ոչ թե բոլորը երազեն բռնել մեկ ճանապարհ, մեկ ուղի, որ արդեն գերհագեցած է, գերբնակեցված է, գերծանաբեռնված է եւ չի տանում դեպի հաջողություն, չի տանում դեպի երջանկություն։ Ինչ է սրա համար պետք անել։ Տեսեք, կան երկրներ, օրինակ Գերմանիան, բայց ոչ միայն, որտեղ երեխայի ապագա կրթական ուղին որոշվում է բավականին վաղ տարիքում։ Ինչու է դա արվում։ Որպեսզի երեխային չտանջեն։ Որովհետև կա երեխա, ով չի սիրում
խորանալ ակադեմիական գիտելիքի մեջ, բայց շատ է սիրում ձեռքով մի բան անել։ Եթե դուք այդ երեխային պարտադրում եք անընդհատ, ստիպում եք, սովորիր, եւ պարտադրում եք ծրագիր, որի հիմնական մասը գրքեր ընթերցելն է եւ վերարտադրելն է, ինչ որ բան խորանալն է ինչ որ բանի մեջ, ինչ որ բաներ հասկանալն է եւ ակադեմիական ուղին է արդյունքում, ապա այդ երեխան ձանձրանում է եւ չի ուզում սովորել։ Արդյունքում մենք ձեռք ենք բերում երեխաներ, որոնք դառնում մեծահասակ, որոնք չեն սիրում սովորել։ Եվ այդ մարդիկ տնտեսության համար այլևս պիտանի չեն։ 21-րդ դարում հաստատ պիտանի չեն, որտեղ 21-րդ դարում ամենակարևոր կարողությունը, սովորելու կարողությունն է։ Մեր նոր չափորոշիչն է դա ասում, մեր կարողունակություններից կարևորագույններից մեկը սովորելու կարողությունն է, ինքնուրույն սովորելու։ Իսկ մենք մեր երեխաներին պարտադրելով ստիպելով զրկում ենք նրանից։ Դա նշանակում է, որ մենք պետք է ամբողջապես այլ կրթական համակարգ ստեղծենք, որտեղ ամեն երեխան դեռ վաղ տարիքում, երբ որ արդեն բացահայտվում են իր հետաքրքրությունները, իր ոգևորությունները, կարող է ընտրել այն ճանապարհը, որը հաստատ կբերի իրեն մի ինչ-որ մասնագիտության, մի ինչ-որ գործի, որը հնարավորինս կապված է այնտեղ հետ, որտեղ նա ապրում է, որպեսզի նա շարունակի այնտեղ ապրել, գտնի իրեն, զարգացնի այն ինչ-որ իր նախորդ սերունդները եւ մեր երկիրը զարգանա համընթաց իր բոլոր մասերով, այլ ոչ թե մի քաղաքով։ Սա նշանակում է, որ մենք մեր կրթական առաջնահերթությունները սահմանելիս պետք է ոչ թե գեղեցիկ բառերի հետևից ընկնենք կամ գեղեցիկ գաղափարների, այլ լուրջ մտածենք, թե մենք ինչպես ենք անում, ինչ կոնկրետ գործողություններ ենք անում, որպեսզի մեր կրթական համակարգը ծառայի մեր երկրի առաջնահերթություններին։ Եվ ամենակարևորը ծառայի այն տեսլականին, այն պատկերացման, որին մենք ուզում ենք գանք որպես երկիր։ Ինչպիսին ենք ուզում լինել 20-30 տարի հետո։ Մենք հաստատ չենք ուզում լինել երկիր-քաղաք, որտեղ բոլորը ապրում են միտեղ եւ մնացածը ամայի եւ դատարկ է։ Մենք ուզում ենք լինել հավասարաչափ զարգացած բարգավաճող երկիր, որտեղ ամեն գյուղ հարուստ է, որտեղ ամեն քաղաք հետաքրքիր եւ ծաղկուն է։ Մենք դա ենք ուզում, չէ՞։ Ուրեմն նշանակում է դրան պետք է ծառայեցնենք մեր կրթությունը։ Ամփոփելով ասածս, եկեք չերազենք լինել Ֆինլանդիայի նման, Սինգապուրի նման կամ մի այլ երկրի նման, որի անունը լսել ենք, որի մասին ինչ-որ բան լսել ենք եւ կարծում ենք, որ այստեղ է կարող այդպես լինել։ Եկեք դրա փոխարեն բոլորս, եւ սա կոչ է եւ կրթության ղեկավարներին, եւ տնօրեններին, եւ ուսուցիչներին, եւ ծնողներին։ Բոլորս ամեն վարքյան մտածենք միայն մեկ բանի մասին. ինչպես անենք, որպեսզի մեր ամեն երեխան ուզենա սովորել եւ ուզենա սովորել այն, ինչը իրեն կբերի երջանկության եւ հաջողության, իր ուրույն ճանապարհով, իր համար ստեղծված հնարավորություններով, որոնք ոչ թե բոլորին կհավասարացնեն, այլ ամեն մեկին կընձեռնեն իր համար լավագույն հնարավորությունը։